Նույն որ թրիպը մտնում է գործնական փուլ, դա անկասկած է, հաշվի առնելով նաև սպասվելիք այցը Հայաստան, J.D. Vance-ի ԱՄՆ փոխնախագահի, երբ որ այսպես ասած թրիպը կմտնի ավելի գործնական փուլ, ինչն է առաջին հայացքից աչքի առնում, դա 74-26 հարաբերակցությունն է։ 74% ամերիկյան մասնաբաժին է թրիփում եւ 26-ը հայկական։ Ինչ խոսք մենք կարող ենք ունենալ շատ ավելի մեծ ակնկալիքներ, որովհետեւ մոտավորապես 2/3-ը այստեղ ստացվում է, որ ամերիկյան կողմինը մենք ընդհանրապես 3/4-ը ընդհանրապես 25%-26% մասնակցություն, բայց պետք է հասկանանք ինչի հետ ենք մենք սա համեմատում։ Ամեն ինչ համեմատության մեջ է։ Նախ, եթե մենք համեմատում ենք այս թրիպը 74-26-ը 0-100-ի հետ, իսկ նոյեմբերի 9-ը դա հենց 0-100 էր, 100-ը Ռուսաստան, 0-ն Հայաստան, որտեղ չկար ինքնիշխանության նշույլ, եւ որտեղ կային շատ լուրջ ռիսկեր, մարտահրավերներ եւ վտանգներ, որ այդ 100-ը ժամանակի ընթացքում կարող է դառնալ 50-50 Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Եթե մենք համեմատում ենք դա այս հեռանկարի հետ, մենք կարող ենք համարել սա ձեռքբերում։